Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը եւ ինչ ճակատագիր կունենա Գյումրի-Կարս երկաթգիծը, վերլուծաբանների կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում հալոցքը ուշանում է։ Արդյոք Էրդողանը կգա Երևան եվրոպական հավաքին, BBC-ի անդրադարձը արդեն հայտնի է Մակրոնի այցի օրակարգը։ Ինչ օրակարգով էր Մուստաֆայևը Հայաստանում, արդյոք գերիների հարցը քննարկվել է, Փաշինյանը պատմական է որակում փոխվարչապետերի այցերը։ Գրեթե չկա բնակավայր, որ ջրի խնդիր չունենա, ֆունդամենտալ բարեփոխումներ են անհրաժեշտ։ Նիկոլ Փաշինյանը ջրի հարցը պետական առաջնահերթություն է համարում։ Որ քաղաքական ուժը ամենաշատ ձայները կհավաքեր, եթե ընտրություններն այս կիրակի լինեին, Գելլափ միջազգայինի հարցման արդյունքները։ Կյանքը ջաղերից այն կողմ, նվաստացուցիչ պայմաններ բանտերում, վիճակագրության պատկերը տխուր է։ Թանկ ու կրակ դեղամիջոց, որ անհապաղ է անհրաժեշտ քաղցկեղով հիվանդներին, իսկ պետական տենդերները ուշանում են, խախտվում են կյանքի համար ամեն օր կռիվ տվողների իրավունքները։ Բողոքի ակցիա կառավարության առջև, ինչից են դժգոհում վարդաշենցիները։ Հետընթաց համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 16 կետով զիջել է դիրքերը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, օրեր առաջ հայտնի դարձավ, որ թուրքական Ալիջանի անցակետը պատրաստ կլինի մինչև մայիսի սկիզբ։ Հայկական կողմում Մարգարայի արդիականացումը դեռ 2024-ին էին ավարտել, պետությունը 1 միլիարդ դրամ էր ծախսել դրա վրա։ Այժմ էլ հայ-թուրքական աշխատանքային խումբ է ստեղծվել Գյումրի-Կարս երկաթգիծը գործարկելու համար։ Այնինչ վերլուծաբանների կարծիքով Երևան-Անկարա հարաբերություններում հալոցքը ուշանում է։ Նաիրի Մուրադյանի անդրադարձը։ Նախընտրական շրջանում խորհրդարանական ընտրություններին մոտ Թուրքիան շարունակում է քարոզչական տարբեր թեզեր հրամցնել հայ հանրությանը։ Մի քանի տարի առաջ թուրքական կողմը հայտնեց, թե կբացի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, ինչը տեղի չունեցավ։ Խոսակցությունները, որ սահմանը բացվելու է եւ այլն եւ այդպես շարունակ, քաղաքացիների զգալի մասի մոտ տրամաբանորեն ավելի շատ վտանգի եւ տագնապի զգացողություն է առաջացնում, քան տնտեսական ինչ-որ բարիքների։ Թուրքիան չունի այն նպատակ Հայաստանի հետ սահմանը բացելու, բայց ինքը ունի նպատակ Հայաստանի տարածքը օգտագործելու։ Հիմա էլ միջազգային ու թուրքական մամուլը ամբողջ մեդիա դաշտը ողողել են լուրերով, թե նախատեսվում է վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը։ Վերլուծաբանները համոզված են, թուրքական կողմը աշխարհաքաղաքական խաղադրույք է կատարել ավելի շատ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհի վրա։ Կարս Գյումրի երկաթուղին, որը իդեպ ես ամենատեպս տեսանելի ապագայում իրատեսական չեմ համարում։ Հակառակ դեպքում Թուրքիան չէր կառուցի երկաթուղի Կարս Իգդիր Նախիջևան, որի վրա արդեն միլիարդավոր դոլարներ են ծախսվել։ Financial Times-ը գրում է, որ օրինակ թուրք պաշտոնյաները փորձում են ամերիկացիներին ներկայացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը միջին միջանցքի մի հատվածն է, եւ այն պետք է այլընտրանք դառնա Հորմուզի նեղուցին, ստեղծված պատերազմական գործողությունների համատեքստում։ Գրեթե նույնաբովանդակ հոդված է տպագրել մեկ այլ թուրքական լրատվամիջոց, մանրամասն ներկայացնելով, թե ինչ կազմակերպություններ են ներգրաված Թուրքիայի տարածքում երկաթգծի կառուցման աշխատանքներում, եւ որ այն կնվազեցնի առևտրային խոչընդոտները նաեւ Սև ծովի նավագնացության խափանումների դեպքում։ Իրենք ոչ թե ուզում են Հայաստանի համար ապաշրջափակում ապահովել, իրենք Հայաստանի տարածքների հաշվին այլ երկրների հետ բանակցություններ են վարում Հայաստանի մասին, առանց Հայաստանի բանակցություններ են վարում։ Մնացած ամեն ինչը նախընտրական մանիպուլյացիաներ են։ Ըստ քաղաքագետների, թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հետ բանակցություններում զիջումների գնալու փոխարեն, որպեսզի օրինակ Հայաստանով տրանզիտ հնարավորություն ստանա, ստիպում են Հայաստանին վճարել հայ-թուրքական սահմանը բացելու կամ դրա պատրանքի համար։ Մենք արդեն վճարել ենք Արցախով, մենք հիմա պատրաստում ենք փոխել սահմանադրությունը, այսինքն թուրքերը շատ լավ բռնել են այսպես Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ քարոզչական թեզերի նրբերանգները եւ դրա վրա փորձում են իրենց շահերը սպասարկել, եթե չասենք, որ մեր իշխանություններն են էլի ուղիղ սպասարկում Թուրքիայի շահերը։ Մի տեսակ Թուրքիայի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների ռոմանտիզացում է գնում։ Այս ամեն ինչը սա թուրքական նարատիվներ են, որոնք եկել են հայաստանյան իրականություն։ Հայաստանի իշխանություններն ամեն օր հայտարարում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Փորձագետները հարց են տալիս. լավ, եթե խաղաղություն է, ապա ինչու են հայտարարում, որ Ադրբեջանն է
խանգարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանների դիտարկմամբ Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն Հայաստանի նկատմամբ նույն ծրագրերը, ուղղակի Թուրքիան ավելի շատ բարի ոստիկանի դերի մեջ է մտել, Ադրբեջանը չար, սակայն նրանց երկուսի թիվ 1 նպատակը Հայաստանի պետականության քայքայումն է այն աստիճանի, որ այն ուղղակի դադարի գոյություն ունենալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգա Երևան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Էրդողանին հրավերն ուղարկվել է, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը, նշում, որ Թուրքիայի կողմից դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, թե արդյոք Էրդողանը կմասնակցի Երևանյան հանդիպմանը։ Լրատվամիջոցը ընդգծում է, որ եթե Էրդողանը չմասնակցի Երևանյան գագաթնաժողովին, ապա Թուրքիան դրան ներկայացված չի լինի, քանի որ կանոնների համաձայն մասնակցել կարող են միայն պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։ Մայիսի 4-ի Երևանյան գագաթնաժողովին հրավիրված է Եվրամիության անդամ 27 երկիր, արդեն հայտնի է, որ եվրոպացի առաջնորդների հետ հավաքին որպես հյուր կմասնակցի Կանադայի վարչապետ Մարկ Կարնին։ Մայիսի 3-ից 5-ը Հայաստանում կլինի Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնը նախ գագաթնաժողովին կմասնակցի, իսկ մայիսի 5-ին կմեկնարկի Մակրոնի պետական այցը, որի շրջանակում նա կայցելի Գյումրի, Փաշինյանի հետ ներկա կգտնվի երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Ինչ օրակարգով էր Երևանում Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևը, այսօրվա ասուլիսին Փաշինյանին այս թեմայի շուրջ մի քանի հարց են ուղղել։ Գերիների հարց բարձրացվել է կամ արդյոք Երևան այցի ժամանակ քննարկվել է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման Բաքվի ծրագիրը։ Փաշինյանը վերադարձի հարցերը պրովոկատիվ է համարել, ասել, որ Բաքվի հետ չեն քննարկում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը։ Նախ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի Երևան այցի մասին Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ կարևորագույն, նույնիսկ պատմական իրադարձություն է, իսկ այն, որ ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան գալու մասին մեր հասարակությունը տեղեկացավ միայն այն ժամանակ, երբ Զվարթնոց օդանավակայանում արդեն վայրեջք էր կատարել նրանց ինքնաթիռը, վարչապետն ասում է, կոնֆիդենցիալությունը պահել էին, այդ թվում անվտանգության համար։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Մամուլում լուրեր էին տարածվել, թե Հայաստանում ծնված, մեծացած Ադրբեջանի փոխվարչապետը հայ-ադրբեջանական սահմանի զատման գծման աշխատանքները քննարկելուց բացի իր հետ Երևան է բերել նաեւ մեր երկրից այսպես կոչված տեղահանված 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը։ Նույնիսկ կոնկրետ տեղանքների անուններ էին նշվում Կոտայքից Գեղարքունիք։ Լրագրողը վարչապետ Փաշինյանին հարցնում է. «Կարող եք պաշտոնապես հերքել այս տեղեկությունը»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշում է. Ադրբեջանի հետ այս հարցը երբևէ չեն քննարկել։ Նաև հիշեցնում է, տևական ժամանակ Բաքվի իշխանությունների հետ քննարկման չեն առնում նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի թեման, որն ի դեպ ի տարբերություն ադրբեջանցի կեղծ փախստականների արցախցիների միջազգայինորեն ճանաչված իրավունքն է։ Ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են։ Դարձյալ մամուլն էր գրել, թե առաջիկայում Հայաստանի ընտրական զարգացումների փուլում բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Ադրբեջանը պատրաստվում է պատանդառած մյուս գերիներին հայրենադարձել Հայաստան։ Այսինքն հունվարին, որ վերադարձել են, այդ ինչի համար է եղել։ Միշտ էլ ընտրություններից առաջ է, նախորդ խումբն էլ որ վերադարձել է, այլ ընտրություններից առաջ է։ Նախորդ խումբն է որ վերադարձել է, միշտ ընտրություն, ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։ Արցախում ադրբեջանցի վանդալների ձեռնարկած մշակութային ցեղասպանության մասին, եթե Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում զբաղվել Ստեփանակերտի մայր տաճարը հողին հավասարեցնելու հարցով, այն հիմնավորմամբ թե տեղի ունեցողը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս է, ինչու պաշտոնական Երևանը հարց չի բարձրացնում Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքներում ադրբեջանցիների կատարած ռազմական հանցագործությունների առնչությամբ, վարչապետն այս հարցին պատասխանում է բերելով Արցվաշենի օրինակը։ Երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։
Մենք ինչ պետք է անենք։ Ադրբեջանն էլ Հայաստանի նկատմամբ մեղադրանքներ ունի, շարունակում է Փաշինյանն ու պնդում, պետք է որոշում կայացնել, շարունակում ենք կոնֆլիկտը, թե գնում խաղաղության։ Ինքն առաջարկում է հիմնվել թղթերին արձանագրված պայմանավորվածությունների վրա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թրամփի խաղաղության խորհրդի կանոնադրությունը գործադիրը այսօր վավերացրել է եւ ուղարկել սահմանադրական դատարանի հաստատմանը, եթե Մայր դատարանը այն ճանաչի Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող օրենսդրական նախաձեռնությունը կուղարկվի խորհրդարան։ Ըստ կառավարական փաթեթի, այս կառույցի անդամակցությունը Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ է նախատեսում, պետական բյուջեի ծախսերը կավելանան։ Հայաստանը քննարկում է հնդկական զինատեսակները իր տարածքում արտադրելու տարբերակները, գրում է New Indian Express պարբերականը, տեղեկություններ հաղորդում Հայաստանի գլխավոր շտաբի պետի Հնդկաստան այցի մասին։ Ըստ պարբերականի Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման ձեռնարկության ստեղծման հնարավորությունը եւ ռազմավարական գործակցության խորացման եւ զինված ուժերի արդիականացման հեռանկարները։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Գրեթե չկա բնակավայր, որ ջրի խնդիր չունենա, ֆունդամենտալ բարեփոխումներ են անհրաժեշտ։ Նիկոլ Փաշինյանը ջրի հարցը պետական առաջնահերթություն է համարում։ Որ քաղաքական ուժը ամենաշատ ձայները կհավաքեր, եթե ընտրություններն այս կիրակի լինեին, Գելապ միջազգայինի հարցման արդյունքները։ Կյանքը ճաղերից այն կողմ, նվաստացուցիչ պայմաններ բանտերում, վիճակագրության պատկերը տխուր է։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Հայաստանում գրեթե չկա բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիրներ չլինեն, Փաշինյանն է ասել կառավարության նիստում, նշել, որ ջրային խնդիրները առաջիկա հնգամյակում լինելու են պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Բազմաթիվ համայնքներում ջրի պակասի պատճառով քաղաքացիները ոռոգման նպատակով օգտագործում են խմելու ջուրը, ինչը հանգեցնում է ինչպես ջրի կորուստների, այնպես էլ մատակարարվող ջրի ծավալի նվազման։ Փաշինյանի կարծիքով առանց ջրային ոլորտում խորքային եւ համակարգային բարեփոխումների տնտեսության հետագա զարգացումը կարող է կանգ առնել։ Ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել զարգացել հասել է մի կետի, առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ բարեփոխումների մենք կսկսենք արդեն տեղապտույտի վիճակում կհայտնվենք, ինչը բնականաբար եւ սոցիալական եւ տնտեսական բոլոր առումներով իհարկե անթույլատրելի է։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հնարավորություն կունենա գաղտնալսել քաղաքացիներին առանց ազգային անվտանգության ծառայության ենթակառուցվածքներից օգտվելու սեփական տեխնիկական միջոցների հաշվին։ Ծառայության ղեկավարը այսօր խորհրդարանում ներկայացրել է օրենսդրական փաթեթ, ըստ որի ծառայության աշխատակիցները իրավունք են ունենալու կրել եւ կիրառել զենք սեփական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Նրանք իրավունք են ունենալու նաեւ ձերբակալել նշված տարածքներ մուտք գործած անձանց։ Ընդդիմադիր պատգամավորները քննարկմանը ներկայացրել են իրենց մտահոգությունը կապված գաղտնալսումների պրոցեսի անվերահսկելիության հետ։ Սահմանին չեն կրակում, բայց 9 մահվան դեպք է գրանցվել զինված ուժերում 2025-ի ընթացքում, դրանցից 4-ը ինքնասպանության դեպքերն են, ինչը պաշտոնյաները բանակում հոգեբանական դիմակայության խնդիրներով են պայմանավորում։ Ինչ է արվում բռնությունը բանակում կանխելու համար, Դավիթ Թադևոսյանի անդրադարձը։ Զինված ուժերում բռնությունը շարունակում է մնալ զգայուն ու մտահոգիչ թեմա, առաջ բերելով հարցեր կարգապահության, մարդու իրավունքների եւ վերահսկողության վերաբերյալ։ Վարչապետը օրեր առաջ նշել էր, թե ինքնասպանության որոշումը վկայում է բանակում հոգեբանական դիմակայության խնդիրների մասին։ Մասնագետների կարծիքով, սակայն պատկան մարմինները ինքնասպանությունների պատճառների խորքային ուսումնասիրություն չեն իրականացնում։ Պետությունը ունի հստակ պարտավորություն իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքը ապահովելու եւ անձանց հոգեբանական դիմակայության վրա հիմնական շեշտադրում անելը ակնհայտորեն չի պարզաբանում կամ հնարավորություն է ստեղծում պետությանը խուսափել իր պատասխանատվությունից։ 2025 թվականին զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում ըստ պաշտոնական տվյալների ընդհանուր արձանագրվել է 2248 դեպք, նախորդ տարվա 2093-ի դիմաց։ ՄԻՊ-ը ֆիքսել է համակարգային խնդիրներ, հիմնականում առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում։ Պաշտպանի աշխատակազմ ստացված մոտ 900 բողոքներից 144-ը վերաբերվել է հենց այդ խնդրին։
խնդրին։ Խնդիրների մի մասը վերաբերել են կարգապահական տույժերի հետ կապված հարցերին։ Համակարգային խնդիրներից են կադրային համալրվածության պակասը, օրինակ հոգեբանների եւ սպա իրավաբանների հաստիկների թերի համալրվածության հարցը։ Բանակում ինքնասպանության դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ որոշմանը բերող իրավիճակները ձևավորվում են երկար ժամանակահատվածում։ Խոսքը վերաբերում է նվաստացումներին եւ բռնության դեպքերին։ Հրամկազմը ըստ մասնագետների առանձին դեպքերում անգործություն է ցուցաբերում։ Եթե մարտական հերթապահություն է իրականացնում անձը, բայց քնում է, ասենք, ենթադրվում է, որ այդ անձը արժանի է համապատասխան վերաբերմունքի։ Համաձայնագիտները եւ հրամանատարությունը արդյունքում չի միջամտում կանխելու նման վերաբերմունքը, ոչ էլ այլ քայլեր է ձեռնարկում հասկանալու կամ փոխելու այդ վարքագիծը։ Ինքնասպանության դեպքերի կանխարգելման աշխատանքները ըստ մասնագետների թերի են կատարվում, իսկ ՄԻՊ-ի գնահատման որոշ դեպքերում նույնիսկ քննությունը բավարար չի իրականացվել։ Ասում են, որ մշտադիտարկումների ընթացքում զինվորներն իրենք են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին։ ՄԻՊ-ը արձանագրում է, որ բռնության նվաստացման ոչ կանոնադրական հարաբերությունների անգամ մահվան դեպքերի հիմքում հաճախ կանգնած են կարգապահական խախտումներ եւ ոչ իրավաչափ վարքագիծը, եւ քրեական ենթամշակույթը նպաստում է հենց այդ միջավայրի ձևավորմանը։ Պետք է զորակոչվող անձանց վերաբերյալ ստացվեն բավարար տեղեկություններ եւ դրանք բնականաբար հետագայում հնարավորություն կտան հրամանատարությանը անհատական աշխատանքներ տանել այս դեպքում քրեական ենթամշակույթ կրող խմբերի հետ։ Այսպիսով զինված ուժերում բռնության եւ ինքնասպանությունների խնդիրը ըստ մասնագետների պահանջում է խորքային լուծումներ, առանց արդյունավետ վերահսկողության, կանխարգելման եւ պատասխանատվության մեխանիզմների իրավիճակի փոփոխությունը դժվար է պատկերացնել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն Հայաստանի քաղաքացիները, ըստ Gallup International-ի անցկացրած հարցման արդյունքների քաղաքացիական պայմանագրին ձայնը կտա հարցվածների 26.7%-ը, Ուժեղ Հայաստանին 14.1%-ը, Հայաստան կուսակցությունների դաշինքին 8.2%-ը, ԲՀԿ-ին 7.5%-ը, Միասնության թևերի օգտին կքվեարկի 4.2%-ը։ Հայաստանում քաղաքական իրավիճակը հարցվածների 26.7%-ը գնահատել է լարված, հարցվածների միայն 16.5%-ն է, որ իրավիճակը գնահատել է լիովին հանգիստ։ Ելնելով ցուցանիշներից մնացած բոլոր հայտ ներկայացած կուսակցությունները, որոնք գնացել են 1%-ից ցածր ցուցանիշ, ես ուղղակի հորդորով դիմում եմ, որպեսզի իրենք չունենալով արդեն հիմա տեսնելով մենք տեսնում ենք, որ չունեն ըստ երևույթի ռեալ շանս հաղթահարել 4%-ի շեմը, ես ուղղակի նրանց խորհուրդ կտամ գտնել այլ կուսակցություններ, որոնք որ ունեն արդեն իսկ գրանցած որոշակի ցուցանիշներ եւ դուրս գան ընտրապայքարից եւ աջակցեն այլ կուսակցություններին։ Ինչ խնդիրների են բախվում նրանք, որոնց կյանքը հանգամանքների բերումով շարունակվում է ճաղերի հետևում։ Վիճակագրական պատկերը տխուր է, քրեակատարողական հիմնարկներում արձանագրվում են պայմաններ, որոնք արժանապատվությունը նվաստացնող են։ Որտեղ են ծախսվում կրկնակի ավելացած գումարները, եթե բանտարկյալների պահման պայմանների բարելավում չկա։ Արմեն Աթալյանի անդրադարձը։ Հայաստանում ամենափակ համակարգերից մեկը շարունակում է մնալ քրեակատարողականը։ Գաղութներին առնչվող բարեփոխումները, որոնց մասին պարբերաբար խոսում են ոլորտի պատասխանատու պաշտոնյաները, մնում են հանրության աչքից հեռու, ճաղերի հետևում։ Դրանց արդյունքները գուցե հաստատեին կամ հերքեին հենց դատապարտյալներն ու կալանավորները, բայց ոլորտի առանձնահատկությունն էլ դրանում է։ Նելսի մարդիկ երբեք չեն խոսում Նելսից։ Մնում է ապավինել վիճակագրական տվյալներին, իսկ դրանք երբեմն հետաքրքիր միտումներ են բացահայտում։ Օրինակ, տնտեսագետ Արտակ Քյուրումյանի կազմած վիճակագրական գրաֆիկը ցույց է տալիս, որ 2017-ի համեմատ գաղութների ֆինանսավորումը գրեթե կրկնակի աճել է։ Մասնագետները սակայն նկատում են, որ ֆինանսավորման աճը դատապարտյալների ու կալանավորների պահման պայմանների վրա կարծես որևէ կերպ չի ազդել։ Ֆինանսավորման ավելացում, բարելաված շենքային պայմաններ, կրթական վիճակի բարելավում, առողջական վիճակի բարելավում, սինխրոն կապը այս բոլոր հարցերի միջև չկա։ Մեծ հաշվով ֆինանսավորման ավելացումը պետք է նպաստեր որոշ պարզագույն խնդիրների լուծմանը, օրինակ սննդամթերքի որակի բարձրացմանը, բայց ըստ փորձագետների այս ոլորտում էական ոչ մի տեղաշարժել չկա։ Ավել փողը չի հանգեցրել բարելավման։ Խնդիրն այս ոլորտում ֆիքսել է նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր տարեկան զեկույցում։ Չնայած սննդի որակի բարելավման ուղղված քայլերին, դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ սննդի պատրաստման եւ մատուցման պայմանները չեն համապատասխանում սահմանված սանիտարական նորմերին, իսկ տրամադրվող հիգիենիկ պարագաները բավարար չեն անձնական հիգիենան լիարժեք ապահովելու համար։ Մյուս
Ամենակարևոր հարցը առողջապահության ապահովումն է։ Կա կարծիք, որ այն դեռևս գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա եւ մարդիկ որպես կանոն գաղութներից դուրս են գալիս տարբեր ծանր եւ թեթև հիվանդություններով, որովհետեւ դրանք ժամանակին չեն բուժվել։ Քրեակատորական հիմնարկներում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում շարունակական բնույթ են կրում դեղորայքի ոչ պատշաճ տրամադրման, բժշկական անձնակազմի պակասի եւ պատշաճ բժշկական հետազոտությունների կազմակերպման հետ կապված խնդիրները։ Վերջին տարիներին պարբերաբար խոսվում է քրեակատարողական հիմնարկներում շենքային պայմանների բարելավման ծրագրերի մասին, սակայն դրանց իրագործման ուղղությամբ առայժմ գործում քայլեր չեն երևում։ Պրակտիկայում մենք ունենում ենք դեպքեր, երբ վերանորոգումները կատարվում են, բայց որոշակի ժամանակ հետո այդ ենթակառուցվածքները ներսից սկսում են քայքայվել, ինչը նշանակում է, որ դարձյալ վերանորոգման անհրաժեշտություն է լինում, դարձյալ գումար է հատկացվում, բայց դա չի կարող հանգեցնել անձի առողջական վիճակի բարելավմանը կամ գոնե թե պահպանմանը։ Խնդրի քննարկման ժամանակ պետք է հաշվի առնել մեկ հանգամանք ևս։ 2018-ին համաներումից հետո գաղութներում շատ ավելի քիչ է դատապարտյալների թիվը, քան 2017-ին է եղել։ Ըստ այդմ, ֆինանսավորման էական ավելացման ազդեցությունը յուրաքանչյուր դատապարտյալի համար պետք է որ ավելի ակներևը լիներ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Թանկ ու կրակ դեղամիջոց, որ անհապաղ է անհրաժեշտ քաղցկեղով հիվանդներին, իսկ պետական տենդերները ուշանում են, խախտվում են կյանքի համար ամեն օր կռիվ տվողների իրավունքները։ Բողոքի ակցիա կառավարության առջև, ինչից են դժգոհում վարդաշենցիները։ Հետընթաց համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 16 կետով զիջել է դիրքերը։ Մեկի աշխարհ ինչպես կանցնի մայիսի 1-ը ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Կյանքի եւ առողջության համար ամենօրյա համար պայքար մղող մարդկանց իրավունքները որքանով են պաշտպանված։ Թիրախում հատկապես սուռուցքային հիվանդություններ ունեցողներն են, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները չափազանց թանկ են, Հայաստանում դեֆիցիտ, բայց կյանքի համար անհապաղ։ Չնայած այս հիվանդների բուժման ծախսերը պետությունն իր վրա է վերցրել, դեղամիջոցներ կան, որոնց համար պետպատվեր չկա, եղածի դեպքում էլ տրամադրվում է ուշացումով։ Ինչ անեն այն մարդիկ, որոնց դեղերի մեկ ամսվա կուրսի արժեքը գերազանցում է 400,000 դրամը։ Քնարիկ Պետրոսյանի անդրադարձը։ Առողջապահական համակարգում անվճար բուժօգնության հասանելիությունը շարունակում է մնալ խնդրահարույց, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ դեղամիջոցն անհապաղ է, բայց անհասանելի։ Այս մասին ազգային ժողովում բարձրաձայնել է մարդու իրավունքների պաշտպանը, ներկայացնելով կոնկրետ դեպք, երբ քաղաքացու կյանքի համար կարևոր դեղամիջոցը չի տրամադրվել ժամանակին։ Օմբուդսմենի խոսքով խնդիրը ոչ թե իրազեկվածության պակասն է, այլ համակարգային բացերը։ Քաղաքացին ըստ էության քաղցկեղ ունի եւ անհապաղ է, հա, իրեն անհրաժեշտ դեղամիջոցը, երբ փորձել է ձեռք բերել, ասել են, որ դեռ տենդերը իհարկե հայտարարված է, բայց դեղամիջոցը դեռ ձեռք բերված չէ, բայց իր համար դա անհետաձգելի կարևորության հարց է եւ ինքն է փաստացի ձեռք բերել ստիպված դեղամիջոցը։ Խնդիրը ըստ պաշտպանի միայն մեկ դեպքով չի սահմանափակվում, նման իրավիճակներում առաջանում է կարևոր հարց՝ ով եւ ինչպես պետք է փոխհատուցի ծախսերը, եւ արդյոք քաղաքացու իրավունքները բավարար չափով պաշտպանված են։ Մասնագետները եւս ահազանգում են, այս իրավիճակները կարող են ունենալ լուրջ հետևանքներ, երբ խոսքը ծանր հիվանդությունների, օրինակ ուռուցքային հիվանդությունների մասին է, ժամանակի կորուստը կարող է ճակատագրական լինել։ Եթե պետությունը հայտարարում է, որ բուժումն անվճար է, բայց գործնականում այն հասանելի չէ ճիշտ պահին, ապա սա արդեն առողջապահական ռիսկ է մարդու կյանքի իրավունքի խախտման վտանգ։ Պետք է մրցույթ հայտարարել եւ հայտարարելուց էլ դա ամիսներ պետք է տևել։ Այդ իսկ պատճառով պացիենտը մնացել է առանց դեղի։ Առանց դեղի պացիենտը ինչ պետք է անի, կամ գնա դեղորայքը Երևանյան հայաստանյան դեղատներից գնի, իսկ հարիվոր քաղցկեղի դեղի մեծամասնությունը անգամ երևանյան դեղատներում առկա չի, պետք է գնա ուզած այլ երկրի դեղատներից գնի, որովհետեւ դա էլ այն դեղն է, որը անհապաղ անհրաժեշտ է։ Փորձագետների գնահատմամբ խնդրի հիմքում գնումների եւ պլանավորման մեխանիզմների անկատարությունն է։ Անհրաժեշտ է ներդնել արագ արձագանքման մեխանիզմներ, հատկապես կենսական նշանակության դեղերի համար։ Բացի այդ, պետք է հստակ սահմանվի փոխհատուցման կարգը, որպեսզի քաղաքացին չմնա անորոշության մեջ։ Առողջապահության նախարարությունը պետք է նաեւ ստեղծի պահուստային ֆոնդեր կամ այլ գործիքներ, որոնք թույլ կտան նման ճգնաժամային իրավիճակներում ապահովել դեղերի շարունակական հասանելիությունը։ Առողջապահության նախարարությունից ժամին հայտնեցին, որ դեպքերն ուսումնասիրում են հետագայում նման խնդիրներից խուսափելու համար։
Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի քանակը շատ 3 անգամ անհրաժեշտ դեղերի քանակից քիչ է։ Այսինքն, եթե գոնե դեղերը գրանցված եղնեին, բնականաբար կարող է պացիենտին վերաբերվելի դեղը գոնե 1 անուն կամ 2 անուն լիներ դեղատնում, այսինքն առկա լիներ շուկայում։ Հիմա ասեմ, որ դեղորայքի մեծ մասը շուկայում առկա չի։ Պացիենտների մեծամասնությունը դեղորայքը գնում են արտերկրից։ Մարդու իրավունքների պաշտպանը եւս ընդգծում է, նման դեպքերը պետք է ստանան անհատականացված լուծումներ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինի ոչ թե թղթի վրա, այլ իրականում։ Հարցը շարունակում է մնալ օրակարգում, իսկ պատասխանատու կառույցներից ակնկալվում են հստակ քայլեր համակարգային բացերը փակելու ու քաղաքացիներին նման իրավիճակներից զերծ պահելու համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Վարակի ներթափանցման ցածր հավանականություն, արագ վերականգնման բարձր արդյունավետություն, էնդոսկոպիկ վիրաբուժության առավելությունն է։ Ժամանակակից վիրահատական նոր սարքով առաջին վիրահատությունն է իրականացվել զինվորի տանը։ Սարքը ձեռք է բերվել Վիվայի աջակցությամբ, որն օգնել էր պատերազմից տուժած տղաների համար կառուցել նաև կյանքի սենյակը։ Վիվան հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությանը, զինվորի տուն վերականգնողական կենտրոնին այս անգամ էլ աջակցել է ժամանակակից ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմ ձեռք բերելու հարցում։ Ժամանակակից սարքերն ու գործիքները կօգնեն բժիշկներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը, ապահովելով անվտանգ եւ բարձրակարգ բուժում, իսկ բուժառուները արագ եւ լիարժեք կվերականգնվեն։ Զինվորի տունն առանցքային դեր ունի վիրավորված զինվորների առողջության վերականգնման եւ վերաինտեգրման գործընթացում։ Վիվայում մենք կարևորում ենք, որ մեր աջակցությունը լինի նպատակային եւ իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի որակի վրա։ Էնդոսկոպիկ վիրաբուժությունն այսօր ժամանակակից բժշկության կարևորագույն ուղղություններից մեկն է։ Փոխարինելով բաց վիրահատություններին, այս մեթոդը ապահովում է նվազագույն ինվազիվություն եւ առավելագույն արդյունավետություն, իսկ բուժառուի համար ավելի կարճ վերականգնողական փուլ եւ հետվիրահատական բարդությունների ցածր ռիսկ։ Վիվայի ֆինանսական աջակցությամբ կառուցվել է նաեւ մեկ ամբողջական շենք, կյանքի սենյակի եւ տղաների նոր ճաշարանի տարածքներն են դրանք։ Կյանքի սենյակը եւ ճաշարանը ամբողջությամբ մասնաշենքը կառուցված է Վիվա կազմակերպության կողմից։ Եվ սարքավորումները, որոնք Վիվա կազմակերպության միջոցով մեզ նվիրատվություն արվեցին, այս ծրագիրը իրականացվեց, արդեն հնարավորություն կտան, որ ամեն բան անցնի տղաների համար սահուն, հարթ, առանց ավելորդ հոգեբանական եւ ֆիզիկական խնդիրների։ Օլիմպուս ընկերության ուրոլոգիական էնդոսկոպիկ միջամտությունների վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ զինվորի տունը հնարավորություն կունենա բարձրացնելու բուժառուների ախտորոշման ճշգրտությունը, բարելավել շահառուների բուժման եւ վիրահատության որակը, խիստ կրճատելով հետվիրահատական հիվանդանոցային օրերը եւ նվազագույնի հասցնելով բարդությունների ռիսկերը։ Կրթության հետ մեկտեղ նրանք այդ ներառական ամբողջական սոցիալական սոցիալիզացիայի ամբողջ գործընթացը այստեղ անցնում են ոչ միայն ռեաբիլիտացիա, այլ նաեւ ամբողջովին վերադառնում են լիարժեք կյանքի։ Վիվա ընկերության գլխավոր տնօրենը եւ այլ աշխատակիցներ զինհաշմանդամների հետ միասին բեկորներ տեղադրեցին Մարտիրոս Սարյանի Հայաստան կտավի խճանկարին։ Սա Հայաստան 301 ծրագրի մի մասն է, որը խորհրդանշում է տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների եւ անհատների աջակցությունը զինվորներին։ Իսկ խճանկարը միասնաբար հավաքել գունավորելը խորհրդանշում է զինվորանվեր այս գործը միասին կատարելը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել Մայրաթորի արձագանքը Կովկասի մամեդականների հայտարարությանը։ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման արդարացումը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել եւ 48 ժամ տվել դրանք ուղղելու համար։ Թերի լրացված փաստաթղթերը ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների Դաշինք կուսակցությունը եւ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը կարող են շտկել մինչեւ մայիսի 2-ը ժամը 18-ը։
Կառավարության նիստին զուգահեռ մայրաքաղաքի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել, դժգոհում են վթարային շենքերի անմխիթար վիճակից ու խնդրի հանդեպ, ինչպես իրենք են ձևակերպել գործադիրի անտարբերությունից։ Թաղամասի բնակիչները պնդում են, արդեն 5 տարի է իրենց խոստանում են լուծել այս հարցը, բարելավել շենքի պայմաններն ու ապահովել անվտանգությունը, բայց այդպես էլ որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվում։ Կառավարությունից որևէ պատասխանատու պաշտոնյա բողոքավորների հետ հանդիպման չի իջել։ Լրագրողները առանց սահմանների կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը 34-ից հայտնվելով 50-րդ տեղում։ Կազմակերպությունը յուրաքանչյուր տարի հրապարակվող փաստաթղթում նշել է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված, բախվել ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով եւ Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև երկրի բարդ դիրքով։ Պետեկամուտների կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայողները բացահայտել են խոշոր չափի կանխիկ գումարի տեղափոխման դեպք։ Զվարթնոց օդանավակայանում ուժեղացված վերահսկողության շրջանակում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մոտ են հայտնաբերել շուրջ 65 միլիոն ռուբլի։ Նրան ձերբակալել են եւ տեղափոխել քննչական կոմիտե։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է տնային կալանք, հաջորդ օրը նույն գործով իրավապահները նրա ազգականի մոտ եւս հայտնաբերել են մեծ գումար։ Երկրորդ քաղաքացուն նույնպես ձերբակալել են։ Էդուարդ Պողոսյան, ժամլրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա ևս 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 13-ից 17 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 20-ից 24։ Լոռիում 13-ից 18, Տավուշում 18-ից 21 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 20-ից 24, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 21-ից 25, Սյունիքի նախալեռներում 13-ից 18 աստիճան։ Երևանում տեղումներ սպասվում են գիշերը եւ վաղը երեկոյան։ Այս գիշեր սպասվում է 9-ից 11, ցերեկը 20-ից 23, երեկոյան 15-ից 17 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։